Ողջույն սիրելի հետևորդներ, այսօրվա վլոգը սկսում ենք մի շատ ուրախ նորությամբ։ Իհարկե ինձ համար ուրախ, բայց ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի, թե ես ինչու եմ այդքան ուրախ։ Ընդամենը մի քանի օրից ինձ հյուր են գալու իմ ծնողները եւ 2.5 ամիս տունս լցնելու են ուրախությամբ։ Մի բանա, որ դու ապրում ես նրանց կողքին եւ ամեն վարքյան հնարավորություն ունես գնալ նրանց տեսնելու, մեկ այլ բանա, որ դու ապրում ես այդքան հեռու ու չունես այդ հնարավորությունը։ Ճիշտ է, ես ամեն օր զանգում եմ, խոսում եմ, հետաքրքրվում եմ, բայց մեկը միշտ մի բան պակասա ու թերի է մնում ինձ մոտ ու հիմա գալիս են ծնողներս այդ պակասն ու թերին լրացնելու։ Չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը։ Իմ ծնողներն առաջին անգամ չի որ գալիս են, 2 տարի առաջ են ինձ հյուր եկել։ Լավ ժամանակ կանցկացնենք, դուք էլ մեզ հետ միասին։ Իսկ հիմա անցնենք հատուկ ողջույններին։ Այսօր ուզում եմ ողջունել Կարինեին, որը բնակվում է Բելգիայում։ Կարինե ջան, ես ուզում եմ ասել, որ ես շատ եմ սիրում քո կոմենտները, դրանք յուրօրինակ են ու միշտ տարբերվող ու ես միշտ հաճույքով եմ կարդում դրանք ու շնորհակալ եմ, որ դու ոչ մի տեսանյութ բաց չես թողնում, դրա համար քեզ լիքը պաչիկներ ու ողջույններ, ազգանուն չկա գրված, չեմ կարող ասել, որ Կարինեն է, բայց դու գիտես, որ ես հենց քեզ եմ ողջունում։ Լավ լուրերից պրծանք, ողջույններից պրծանք, հիմա անցնենք մի փոքր ինֆորմատիվ բաժնին։ Մի քանի օր առաջ ինձ զանգահարում է իմ ընկերուհին ու ասում է, որ ուզում է ինձ 3 զեղչի կտրոն նվիրի Ինո խանութի։ Ովքեր որ բնակվում են այստեղ գիտեն շատ լավ Ինո խանութը, ովքեր որ չէ, ասեմ, որ դա մի մեծ խանութ է, որտեղ վաճառվում են բոլոր ֆիրմա ապրանքները։ Ասում եմ, որ այդ կտրոնների վերջին օրն է, ես էլ հենց կակրած այդ օրը երեխեքի համար պետքա գնայինք սպորտային կոշիկներ գնայինք իրենց համար, ասում եմ սիրով կընդունեմ։ Ու ինքը ինձ պատմում է, թե ինչ կտրոններ են դրանք, ես էլ ուզում եմ կիսվել ձեր հետ երեխեք ջան։ Ուրեմն տարվա մեջ մի անգամ, այսինքն իմ իմանալով մի անգամ կարելի է հետաքրքրվել, միգուցե էլի կլինի, կարող եք տանել ձեր հագած հագուստները եւ հանձնել Ինո փոխարենը ստանալ զեղչի կտրոններ։ 1 կիլոգրամ հագուստի դիմաց վճարում են 5 եվրոյանոց կտրոն։ Իսկ եթե դուք Ինոյի անդամ եք, այսինքն ունեք իրենց քարտը, ձեր համար 1 կիլոգրամը կարժենա 10 եվրո։ Ու ամենալավը որն է այս ամեն ինչի, որ յուրաքանչյուր 25 եվրո առևտրի դեպքում դուք հնարավորություն կունենաք օգտագործել այդ ձեր 10 եվրոյանոց կտրոնը։ Եթե օրինակ հագուստը արժե 25 եվրո, դուք կվճարեք 15։ Ասեք, որ լավ հնարավորություն է, որտեղ մենք բոլորս էլ տանը լիքը հագուստ ունենք, որ տարիներով կախված է ու չենք օգտագործում կամ տանում ենք այն հատուկ հագուստի ամանների մեջ ենք թափում կամ աղբի հետ ենք թափում, ինչ լավ հնարավորություն է, կարող եք օգտվել։ Ես իհարկե էլի եմ լսել, Հաշեմ խանութն էլ ունի նման հնարավորություն, բայց երբեք չեմ փորձել։ Ասեմ ինչու է խանութը նման ձևով հավաքում հագուստը, իհարկե ցանկալի է, որ դուք տանեք պիտանի հագուստ, որովհետև դա եւս մեկ անգամ վերավաճառվելու է կամ վերամշակվելու է, հետո վերավաճառվի։ Ուրեմն միջին տվյալներով յուրաքանչյուր բելգիացի թափում է 16 կիլոգրամ հագուստ, որից ընդամենը 4.4 կիլոգրամն է ենթարկվում վերավաճառման կամ վերամշակման։ Այսպիսով որոշ խանութներ համագործակցում են Լեբծիղյան խանութների ցանցի հետ, որը վաճառում է երկրորդ ձեռքի հագուստ։ Կարող եք նաև անմիջապես տանել իրենց մոտ հանձնել, բայց այդ ժամանակ դուք զեղչի կտրոններ չեք ունենա, իսկ խանութում լավ տարբերակ է, համել կգնեք ձեր անհրաժեշտ պարագաները։ Բացի հագուստից դուք կարող եք նաև տանել անկողնային պարագաներ, սրբիչներ, այն ինչը որ ձեզ արդեն պետք չի, բայց օգտագործման ենթակա է կամ միգուցե նոր է, բայց դուք չեք օգտագործում, կարող եք դա էլ տանել։ Աղջիկներս չկարողացան որևէ բան ընտրել այդ խանութից, իրենց համար ուրիշ սպորտային խանութ գնացինք ու որպեսզի կտրոնները չկորի, ես սկսեցի ինձ համար ինչ-որ մի բան նայել, պայուսակ էի նայում, սև պայուսակ էի ուզում, նաև իմ ամուսինը իմ ծնունդի նվերը այս անգամ էլ էր թողել իմ հայացողությանը։ Բականին հարմարավետ է ներսը։ Հա, վերցնեմ։ Հա։ Ամբողջ պայուսակները Ինոյի, այսենց լարերով կապել են, երևի շատ են տանում։
Մայքլ Կորսել եմ սիրում, բայց էլի ոնց որ վաղուցվա մոդելներ են։ Սրանից դու էլ կարաս գործես, Շաղլոտ։ Ճիշտն ասած, ես էլ չէի կարողանում ինձ համար մի որևէ բան ընտրել, որովհետև ժամանակը շատ քիչ էր ու մենք շտապում էինք։ Կարևորը երեխեքի հարցերն էր լուծել առաջնահերթ ու տենց վերջի վայրկյանի Մորգան խանութից ինձ համար երկու բան կարողացա ընտրել ու այդ կտրոնները օգտագործել, բայց ասեմ իմանաք նաև, որ ոչ բոլոր ֆիրմաներն են մտնում այդ ակցիայի մեջ, դա պետքա ուշադիր լինեք ու երբ որ կունենաք այդ կտրոնները, կասայի կողքը տենց ցուցանակով գրած կպսրած է լինում, որ ֆիրմաներից կարող եք օգտվել։ Կարող եք նկարել ձեր հեռախոսի մեջ, պահել ձեզ մոտ ու երբ որ գնումներ կատարեք, նայեք, տեսնեք, կան արդյոք այդ ֆիրմաները ձեր ցուցակի մեջ, թե ոչ։ Այս շալվարն եմ բերել, փորձեմ մի հատ։ Չնայած վստահ չեմ, որ այս լենության ինձ կարող սազի, բայց այս վերևը շատ դուրս եկա։ Մի հատ այսենց յուբկա, շատ հավանեցի, այսենց յուբկա, այս էլ է սիրուն, բայց կարող է թափանցիկ լինի։ Շատ սիրուն է, բայց թափանցող է։ Սա հաստատ չենք վերցնի։ Լավն են, էկո կոշիկներ են։ Այս ֆիրման էլ եմ սիրում, Gaudi, շատ որակով ապրանքներ են, սիրուն է, բերուսակի հետ կոմպլեկտ։ Սիրուն է, սազ ես չէ, սեկա։ Զգուշ չթափես, Ժակ, արի գնացինչ, ես ինչ սիրուն գունավոր աքան է։ Աղջիկներից միայն Էլիզի համար հաջողացրեցինք սպորտային կոշիկ գնելու։ Շաղլոտը, որ հավանեց, իր չափսը չկար։ Դրա համար հիմա ցույց կտամ համ էլ Էլիզի համար ինչ ենք գնել ու նաև ինձ համար։ Այս բլուզը ու պարզ հասարակ, ես ամառվա համար սենց բաներ շատ եմ սիրում։ Սա մեկ։ Եվ այս շորտը, որի համար ուղակի գժվեցի, շատ քիչ բան կա, որ ես շատ հավանում եմ, սա դրանցից մեկն էր, ինքը յուբկա, շորտա, ու որ չալարեմ հագնեմ մի հատ տեսնեք, շատ լավ կլինի, որովհետև շատ սիրուն է։ Հիմա նայում ենք Էլիզիկի սպորտային կոշիկները։ Եթե ինձ մնար ընկերներ ջան, ես սրանք հաստատ չէի գնի, ինձ համար շատ կոպիտ են, միգուցե այսպես սիրուն է նայվում, բայց դուք ինչ կարծիքի եք, ինքը շատ է հավանել ու այնքան սիրուն մոդելներ կար, որը որ ցույց տվեցի, ասեց չէ մամա, չեմ ուզում, ես մեկա իմ կարծիքը չեմ փոխելու, ես էլ ասեցի լավ, հագնողը ինքնա թող իրա սրտով լինի, արդեն մեծացել են, ես չեմ կարողանում իրանց իմ ուզած ձևով հագցնել, բացի դրանից դպրոցը նույնպես թելադրում է իր ճաշակը, ընդհանուր այսպես ասած երեխեքը մոդային են հետևում, այնպես որ թողեցի իրանց ընտրությանը։ Դե հիմա գնամ սրանք փորձեմ ու ձեզ ցույց տամ։ Ես եկա։ Սպորտային կոշիկների հետ էլի ինքը շատ սիրուն տեսք ունի։ Ես շորտիկ յուբկա տարբերակների խելագար եմ, շատ եմ սիրում այս տարբերակով։ Իսկ դուք կոմենտներում անպայման կիսվեք, հավանեցիք գնումներս թե ոչ։
միջայլոց ասեմ, իմ երկու հագուստը իրար հետ կազմեց 85 եվրո, իսկ ես վճարել եմ ընդամենը 55։ Կոշիկներս նույնպես նոր են, ուզում եմ ձեզ ցույց տալ, սա այդ խանութից չեմ գնել, ինտերնետային գնում ասա, ինտերնետային խանութից եմ գնել, հիմա ձեզ ոտքի վրա էլ ցույց կտամ։ Համ մի հատ դասական տարբերակով տեսեք այս շորտը, համ էլ սպորտային։ Ծնողներից գալուց ընդամենը 2 օր հետո մայրիկիս տարեդարձն է, ու ես մտածված եմ տոմսերը հենց այդ օրը գնել, որ տարեդարձին այստեղ լինի անպայման, ու մի փոքր պատրաստվել եմ իր տարեդարձին, ուրեմն այսպիսի խաչեր եմ գնել սիրուն իմ ու մամայի համար, 2 հատ, երկուսիս էլ նույնից, հիմա ես փորձեմ մեկը, ուզում տեսնենք, այսա կասեք միշտ խաչեր ես գնում, այո, ես խաչերի սիրահար եմ, դեռ էլի կտեսնեք, սա դեռ վերջը չի հաստատ, իհարկե այս գեստի համար չէ ցեպը, բայց կարող ենք պատկերացում կազմել։ Ու այս խաչերին համապատասխան իր ականջողերը։ Սիրունա։ Եկեք սա էլ փորձենք։ Համ ինձ եմ նույնից գնել, համ իրան։ Ջարը դուրս եկավ։ Հուսով եմ, այս արևի փայլից ականջողերը չեն կորչի։ Սիրունա, ես թվում է շատ կհավանի, սա մեկ, իրեն գնել եմ նաև այսպիսի սիրուն բլուզ, շիֆոնից, ինքը շիֆոն շատ է սիրուն, թեթև, հանգիստ, հարմար, պատվերներ ունեմ նաև Yves Rocher-ից, էլի իր համար, ովքեր որ առևտուր են անում օնլայն տարբերակով Yves Rocher-ից, գիտեն, որ ունեն առավելություններ ու հիմա իմ անունով, իմ հատուկ կոդով ինձ եկել է բաներ, որ ես միայն այն մարդիկ կարող են պատվիրել, որ ունեն այդ կոդը։ Ուրեմն կարող եք պատվիրել 10 եվրոյի ընդամենը բան և ստանալ 4-ից 5 նվեր։ Հիմա այս անգամ ես եւս օգտվել եմ այդ առաջարկից ու վերջում դուք ինքներդ կասեք, լավ առաջարկ էր, թե չէ։ Քանի որ նվերները էլի ընտրում էի մամայիս համար, իր համար ընտրեցի ահա այսպիսի կրեմ, որը գալիս էր այս կոսմետիկայի հետ միասին։ Այս կրեմը երեխեք այն մարդկանց համար է, ովքեր ունեն ոտքերի խնդիր, ոտքերը ուռում է։ Երբ որ ես Հայաստանում էի ապրում, այդ ժամանակ Oriflame-ը ուներ մի հատ այդպիսի մենթոլ կրեմ, որը ինձ ահավոր շատ էր օգնում։ Ես այդ ժամանակ աշխատում էի քոլեջում, երեխեքի հետ բարի դաս էի տալիս։ Ու այն ժամանակ ես միշտ թիթիզ էի ու միշտ գործի էի գնում բարձրակրունկներով, հիմա այդպես չեմ անում, ես հիմա ամբողջ օրը սպորտային կոշիկներով եմ, հազվագյուտ եմ բարձրակրունկ հագնում, բայց այն ժամանակ դե ավելի երիտասարդ էինք, ավելի թիթիզ բաների հետևից էինք ընկնում, չէի փոխում այնտեղ կոշիկներս, մի խոսքով իմ ոտքերը այդ ամառվա տաք սեզոնին կարմրում էր եւ ուռում էր, ու ինձ այդ Oriflame-ի մենթոլ կրեմն է շատ օգնում, դրա համար որոշեցի հիմա մամային էլ գնեմ, որովհետև հենց այս պահին իր ոտքերը այդ խնդիրն ունի, իսկ սա նվեր եկավ հետը։ Այդ կրեմի հետ նաև գնեցի այս տանալնի կրեմը։ Հիմա ես ձեզ ասեմ, թե որքան գումար եմ ծախսել ու ինչ նվերներ եմ ստացել։ Գնել եմ ընդամենը 2 բան, որից մեկը տանալնի կրեմներ, որը արժեր 9.40 եւ ոտքի սառեցնող կրեմը 6.45, ընդամենը վճարել եմ 15.85 եւ ունեցել եմ եւս մի քանի նվերներ, եկեք հիմա ցույց տամ։ Մեկ օծանելիք Evidence, որը էլի իր ամենասիրելի հոտերն է ու միայն այս հոտն է օգտագործում։ Ես 50 միլը ստացա նվեր իմ գնման հետ միասին։ Նաեւ էլի պետք է ստանայի մի տուշ շատ լավ, որը
այդ պահին պահեստում չէր եղել ու իրանք պարզապես չէին ուղարկել ինձ։ Ես դա չեմ կարող գնալ եւ խանութից ստանալ, քանի որ խանութները տարբեր մարդկանց են պատկանում, օրինակ ձեզանից յուրաքանչյուրը կարող է բացել Yves Rocher-ի խանութ, իսկ on-line տարբերակով դա լրիվ ուրիշ սերվիս է ու միայն ինտերնետային գնում անելու դեպքում հաջորդ անգամ իրենք խոստացան, որ անպայման կուղարկեն ցանկացած տիպի ու արժեքի ապրանք, որը ես ինքս կընտրեմ, ես ունեմ այդ հնարավորությունը, բայց միայն պետքա էլի ինչ-որ պատվեր անեմ։ Եթե կունենամ, կանեմ, եթե ոչ, ոչինչ, դե հիմա ինչ արած չի եղել եւ չեն ուղարկել։ Իրենք շատ պատասխանատու կազմակերպություն են, ես առիթ եմ ունեցել իրենց սերվիզի հետ շփվելու։ Մի անգամ ես մի դեմքի յուղ եմ օգտագործում, որ իրենք այդ պահին փոխել էին, բայց տեղյակ չէին պահել հաճախորդի նկարը դրել էին հին ապրանքի նկարը, իսկ արդյունքում նոր տեսակներ դուրս եկել եւ վարդի թերթիկներով։ Ես ինքս վարդի հոտը չեմ սիրում ու գրել է իրանց ընդհանրապես, որ պետք էր ինձ զգուշացնել, որովհետև բացի նրանից, որ ես էի գնել, ես խորհուրդ էի տվել ընկերուհուս, ինքն էլ էր ասել ինձ համար պատվիրի, ոնց որ 2 հատ էի պատվիրել, հենց իմ պահով ոչինչ, բայց ընկերուհուս պահով վատը զգացի, մտածի կարող է ինքը իրոք ինքն էլ ինպես չի սիրում վարդի թերթիկներով ու իրենց սերվիզին գրել էի։ Պատկերացրեք, այդ առանց բողոքելու առանց բան ուղակի գրել էի, որ լավ կլիներ, որ տեղյակ պահեիք, մենք իմանանք ինչ ենք գնում, պատկերացնում եք, իրենք հետ էին վերադարձրել այդ 2 յուղի գումարը։ Ես հիացած էի ուղակի իրանց կլիենտ սերվիսով։ Դրա համար հիմա որ այդ տուշը չկա, խնդիր չի, ես ասենք չեմ մտածում, որ ինչ որ հատուկ է արված, լինում է այդպես, որ այդ պահին չի լինում, որովհետև իրենք մեծականակ նվերներ են տալիս, ընդամենը 2 բան եմ գնել, հələ տեսեք քանի բան ես նվեր ունեցա, մի հատ 50 մլ օծանելիք ու սպորտային հագուստ, ոչինչ, թող այդ տուշն էլ այդպես լինի, ու այս սպորտային բլուզը, էլի նվեր ա եկել, ու իրա չափսն եմ ես միանգամից ընտրել, որովհետև գիտեի, որ այդ բոլոր նվերները տալու եմ իրան։ Սրանք որպեսզի մենք դատարկաձեռն չլինենք, նվերներ ունենանք մայրիկիս այդ օրը շնորհավորելու, իսկ հետո իր հետ առանձին կգնանք էլի շոփինգ կանենք ու իրեն դուր եկած հագուստները անպայման կգնեմ իր ճաշակով, արդեն թող իրեն ընտրի։ Նաև տարեդարձի օրը գնալու ենք վրացական ռեստորան, արդեն ռեզերվացիան արել եմ, որ տարեդարձը նշենք։ Իհարկե երեկոյան տեղ չունեին, այնտեղ բանկետ էր, ստիպված ցերեկն են գնալու, բայց ոչինչ կապ չունի, կգնանք մի թեթև կնշենք ու կգանք։ Աղջիկներս նույնպես խնդրել են, մեծերս, որ իրենց անունից տատիկին մի նվեր գնեմ, այսպիսի ջինսից տաբատ եմ գնել, մեկի անունից, մյուսի անունից դեռ չհասցրեցի, եթե չհասցնեմ ոչինչ, սա երկուսի անունից կնվիրենք, բայց եթե հասցնեմ, մի հատ էլի բլուզ կգնեմ։ Մեր տատիկը ընդհանրապես ջինսեր հագնող չի, բայց սա այնքան թեթև բարակ ու ձգվող ջինս է, ինձ թվում է հաճույքով կհագնի։ Հուսով եմ չափսը ճիշտ եմ ընտրել։ Մեզ մոտ արդեն եղանակը բավականին տաքացել է ու Ժակլինի հետ երեկոյան դուրս եկանք մի փոքր զբոսնելու ու խաղալու։ Այստեղ այդպես է, երբ որ մի փոքր արև են տեսնում, բոլորը միանգամից այգիներում են։ Իմ ամենալավ անակնկալը հələ տեսեք, ու գիտեք թե ով է սրա հեղինակը ու մտքի թռիչքն է։ Լավը։ Ուտեմ քո սրտիկը քո գրած լովը։ Ես քեզ սիրում եմ, մամ։ Ես էլ քեզ, կյանքիկ։